Ողջույն հարգելի հետևորդներ, այսօր Սիվնեթի տաղավարում զրուցել եմ պատմաբան Պոզդամի Յոհաննես Լեպսիուսի տուն արխիվի գիտաշխատող Հայկ Մարտիրոսյանի հետ։ Ողջունում եմ քեզ Հայկ, շատ ուրախ եմ քեզ հյուրընկալել մեր տաղավարում։ Բարև ձեզ, շնորհակալ եմ շատ Գեորգի, լավ հնարավորություն է խոսելու տարբեր թեմաներ։ Շնորհակալություն։ Հայկ, այսօրվա մեր զրույցի հիմնական թեման քո գրքին է վերաբերում, որ օրերս էլ շնորհանդես եղավ, այն պատմում է Օսմանյան կայսրության, մասնապես հայերի շրջանում գործած գերմանական միսիոներական առաքելությունների մասին մինչև 1919 թվականը։ Կուզեմ նախ խոսենք թեմայի կարևորության, արդիականության մասին եւ նաեւ ինձ բռնեցի այն մտքի վրա, որ այս թեմայի մասին շատ տեղեկություններ հայտնի չեն, ոչ միայն լայն հանրության շրջանում, այլ նաեւ գուցե ոչ նեղ մասնագետների շրջանում, արդյոք դա այդպես է։ Հայո գիրքը լույս է տեսել անցած տարվա դեկտեմբերի վերջին, որը պատմում է գերմանական ավետարանական 6 եւ կաթոլիկ 1 առաքելության կամ ընդհանրապես կաթոլիկների գերմանացի կաթոլիկների ջանքերի մասին Օսմանյան կայսրության հայերի շրջանում, սկսած Համիդյան կոտորածների ավարտական շրջանից արդեն 56 թվականից մինչև առաջին համաշխարհային ավարտը, առաջին համաշխարհային պատերազմի ավարտը մինչև 19 թվական, երբ բոլոր գերմանացիները հեռացան։ Այո, առաքելությունների մասին գրվել է հիմնական Յոհաննես Լեպսիուսի եւ Յոհաննես Լեպսիուսի առաքելության մասին, բայց նա Լեպսիուսի առաքելությունը 6-7 առաքելությունից մեկն էր, որոնք զբաղվում էին հայ որբերով, խնամում էին, կրթություն էին տալիս, թեև Յոհաննես Լեպսիուսը որպես առաջնորդող աչքի ընկնող անհատականություն նաեւ որոշ առումով հասկանալի է, բայց նաեւ որոշ առումով տարօրինակ է անգամ, որ մենք մինչև հիմա առաքելություններ կան, բաց անգամ նեղ մասնագիտական շրջանակներում մենք նրանց մասին չենք լսել անգամ հայկական համատեքստում։ Կարևոր առաքելությունները խնամել են հարյուրավոր հայ երեխաների, Երուսաղեմում կառուցել են հայկական որբանոց անվամբ մի հսկա շինություն, որտեղ թեև որբեր 10-15 տարեկան սկսեցին այլևս չխնամվել, բայց որբանոցը մինչև անգլիացիների կողմից Երուսաղեմի գրավումը հենց այդպես էլ կոչվում է շինություն, ահռելի հզոր շինություն, հսկա շինություն է։ Այ ո՞րն է պատճառը, որ շատ տեղեկություններ չգիտենք իրենց մասին։ Առաջին հերթին գիտական աշխատանքների, ենթադրում գիտական աշխատանքների վատ մակարդակ է եւ նաեւ աղբյուրների քիչ դժվար հասանելիությունը։ Պիտի հաշվի առնենք, որ նրանց մի մասը Արևմտյան Գերմանիայում էին եւ քիչ թե շատ հասանելի եղել են Արևելյան Գերմանիայում հասանելի աղբյուրները, բայց ամեն դեպքում ես երբ որ սկսում եմ իմ ատենախոսությունը, ես հանդիպում եի անունների կամ առաքելության անվանումների, որոնք բացարձակ անծանոթ են, ասենք սիրիական որբանոց, հա, կամ Կայզերսվերթի գթության քույրերի տուն, կամ Երուսաղեմի միություն, ոչինչ ճնշող մեծամասնության համար ոչինչ չասող անուններ հայկական համատեքստում, թե իրենք հայտնի են որպես այդպեսին։ Ընդհանրապես խոսելով միսիոներների մասին, միանգամից մի քանի հարցեր են ծագում, նախ օրինակի համար կոնկրետ ինչ գործունեությամբ են զբաղվել, մի մասը նշեցիր, հետո որքանով են իրենք համակարգված գործել եւ ի վերջո իրենք օգնել են միայն հայերի, թե նաեւ այլ ժողովուրդների։ Միսիոներություն ասելով մենք հասկանում ենք առաջին հերթին կամ կրոնափոխման ուղղությամբ քայլեր կամ քրիստոնյաների դեպքում դավանափոխության ուղղված քայլեր։ Դա առաջին իսկ միտքն է որ գալիս է գերմանացիների պարագայում փոքրինչ այլ է, նրանք սկսում են Համիդյան կոտորածների ժամանակ զբաղվել հայերի խնամքով, այսինքն 1996-ի հունիսի վերջից, եթե ավելի կոնկրետ։ Եվ խոսքն առաջին հերթին գնում է փրկելու փրկարարական աշխատանքների մասին։ Բնականաբար, եթե մենք գիտենք ինչ է միսիոներությունը, այսինքն դավանափոխման հիմքում պետք է լինի փափուկ ուժը, ապա դա ինչ որ ժամանակ հետո ի հայտ գալիս է։ Այսինքն պետք է կերակրես, պետք է սնես, այսինքն որ պետք է նախ եւ առաջ չմտածի հացի մասին, հետո նոր սկսի մտածել այլ, այսինքն աղոթքի կամ դավանափոխման կամ ավետարանականության ու առաքելական եկեղեցու տարբերությունների մասին ենթադրենք, բայց նման երևույթներ եղել են հետագայում հիմնվեցին, ասենք քարոզիչների պատրաստման դպրոց, կին քարոզիչների պատրաստման դպրոց, բայց դրանք արդյունավետ չէին գերմանացիների պարագայում, որովհետև նախ սկսեց հայոց ցեղասպանությունը, ոչնչացվեցին այդ պատուղների մեծ մասը, եթե գուցե եւս 20-30 տարի գործունեություն ծավալային արդյունավետ լինեին ինչպես ամերիկացիներն էին, ի վերջո ամերիկացիները սկսեցին համատեղ խաղաղ ժամանակում, իսկ գերմանացիների գործունեությունը առաջին հերթին որփախնամություն էր, փրկարարական աշխատանք սկզբնական շրջանում, հետո որփախնամություն, այդիների խնամք նաեւ մեծ քանակությամբ նաև կրթություն, արհեստների ուսուցանում, բժշկական առաքելություն, որը երևի միակն է, որտեղ քննադատություն գրեթե չկա, նաև մուսուլմանների կողմից, անգամ հիվանդանոցների գերմանացիների հիմնած գեր ժամանակից հիվանդանոցներ էին
այդ ժամանակի չափանիշներով առավելևս Օսմանյան կայսրության գլխավոր բժիշկները գրեթե բացառապես եվրոպացիներ էին, շվեյցարացիներ կամ գերմանացիներ, եւ բնականաբար բժշկության մակարդակը շատ ավելի բարձր է եւ աստիճանաբար անգամ մահմեդականներն են սկսում օգտվել այդ հիվանդանոցներից։ Միջին ստատիստիկայի վիճակագրությամբ արդեն 1910-ական թվականներին միջև պատերազմը մոտավորապես 20-25% հիվանդանոցների այցելուներ եղել են մահմեդականներ։ Չնայած որ նույն մահմեդականները շատ սվիներով էին ընդունում շներներին։ Չնայած մահմեդականները սվիներով էին ընդունում մահմեդական քրիստոնեական առաքելություններին, Աբդուլ Համիդը ընդհանրապես ամենաշատը եւի ատում էր հենց առաքելություններին, գլխավոր պատճառն այն էր, որ առաքելությունները վերջինս հետ բերում են նաեւ կրթություն, իսկ կրթությունը իր հետ բերում նաեւ որոշ ազատության գաղափարներ, իրավունքներ, լուսավորչականություն, այո։ Իսկ նրանք այսքան պայմանավորված հայերի ջարդերով, այսքան ֆիքսված էին միայն հայերին օգնելով, ես ճիշտ հասկացա, գերմանացի միջիաներն։ Առաքելություններից մեկը հիմնվեց հենց հայերին օգնելու համար ու զբաղվեց գրեթե ողջ գործունեությամբ զբաղվեց հայերին օգնելու համար, առաջին 10-20 տարին համենայն դեպս հենց հիմնվելուց առաքելությունը կոչվում էր Հայաստան օգնության գերմանական միություն, այսինքն բուն բառի մեջ է դա արդեն։ Հետագայում մենք տեսնում արդեն մոտ 20 տարի գործունեությունից հետո իրենք ջանքեր անում են, ասենք տարբեր քրդերի շրջանում եւս որոշ գործունեություն, ծավալելու անգամ քրդերենով ինչ որ գրքեր են լույս ընծայում, բայց հիմնական դա անհաջող շատ չնչին տոկոս եւ իրենց ամբողջ գործունեության ասենք կես տոկոսը 1% կլինի, հետագայում արդեն 20-30 տարի հետո ասենք Չինաստանում են փորձում ինչ որ բաներ անել, բայց ոչ հիմնական այդ առաքելությունը, նրանք փորձում են համագործակցել Յոհաննես Լեպսյուսի առաքելությունը, որը հիմնվել էր փաստացի Պոլսի կոտորածների նախաշեմին 1895 թվականին, իրենք փոխում են իրենց առաքելության նպատակը, սկզբանե դա մահմեդականներին ուղղված առաքելություն էր, այսինքն դավանափոխություններ, փոխում են եւ սկսում զբաղվել այսինքն հայերի խնամքով, բայց նաեւ ունեին մեկ որփանոց Պարսկաստանում, երկու որփանոց Պարսկաստանում, Վանի նահանգում կոտորածներից Պարսկաստան փախածների համար, մի որփանոցը հայերին էր, մի որփանոց ասորիների համար էր։ Հետագայում անգամ Լեպսը նաև մեղադրանքներ է ստանում նաև աստվածաբանական հենքով, ինչի եք դուք չեք զբաղվում մահմեդականների շրջան քարոզչությամբ, Լեպսը այդտեղ նամակներից մեկում, պատասխանից մեկում հիմնավորում է, որ եթե ես կարողանում եմ մահմեդական հարեմից փրկել քրիստոնյայի եւ բերել հետ քրիստոնեություն, դա եւս որոշ առումով առաքելություն, այսինքն փաստացին եւս դավանափոխություն, որովհետեւ մահմեդական հարեմ տարված հայ երեխան կամ հայ կինը դատապարտված են լինել մահմեդական այդուհետեւ։ Շատ լավ, հայ կուզեի հարցնել ընդհանրապես հայագիտության մակարդակը եւ ուսումնասիրության աստիճանը, նաեւ հայոց ցեղասպանության թեման հայ Գերմանիայի ակադեմիական շրջանակներում ինչպիսին է։ Մենք ոչ հայ շրջանակներում ասենք։ Մենք ունեցել ենք փայլուն պատմություն այդ առումով, թե սկսած հայերից եւ անգամ 19-րդ դարում, այսինքն դրանց հիմքերը դրվել են 19-րդ դարում, գնալով դա թուլացել է։ Հիմա մենք իրական հիմա կորուստներ ունենք այդ ոլորտում, հայ ազգությամբ հայերը, ազգությամբ հայ գիտնականների մի մասը, որոնք նախ այդ ոլորտում գիտնականները շատ չեն, հայ գիտնականները եւ նաեւ ոչ հայ գիտնականները շատ չեն։ Ոչ հայ գիտնականներից ասենք իրենք տարիքն են առնում եւ ասենք վերջին տարիներին երկու շատ աչքի ընկնող անհատականություններ մահացան, Մարտին Թամկեն եւ Ռոլֆ Հոսվելդը, Թամկեն լինելով հայտնի աստվածաբան շատ մեծ աշխատանք է արել, ասենք իր գրքերից մեկը կոչվում է Քեզ Արարատ ես չեմ մոռանա, օրինակի համար, եւ Հայաստան շատ ակտիվ գործունեություն է ծավալել, նաեւ իր աշակերտ կրթած սերունդներին է փոխանցել այդ ամեն ինչը, իրենք աջակցել են մինչև կյանքի վերջին օրը, մահացավ անցած տարի Թամկեն, այսինքն ոչ միայն դասավանդել, այլ նաև ուղեկցել է իր պատրաստած աշակերտներին, նաև հետագա քայլերի համար, հիմա իր աշակերտներից մի քանիսը, ասենք բարձր պաշտոներ են զբաղեցնում տարբեր համալսարաններում եւ շարունակում են Թամկեի գործը։ Նույն Հոսվելդը մոտ 10 տարի Յոհաննես Լեպսի տուն արխիվի տնօրեններ, դրանից առաջ էլ եւս Հայաստանի հետ կապված տարբեր նախագծեր, անգամ դեռ 90-ականներին Արցախի մասին նկարված ֆիլմ, անընդհատ փորձում էր իր կապերը, իր միջոցները օգտագործել այդ թեմաները բարձրաձայնելու մասին, այսինքն մարդիկ մահանում են, բայց հիմա այդ չկա։ Այդ ակտիվությունը չկա, նախ պետք է այդ սերունդը մեծանա եւ նրան զուգահեռ նաեւ մի քիչ երևի մեր կողմից էլ պիտի լինի նման աշխատանք, որ
այսինքն այդ թեմայով զբաղվողներին, հատկապես ոչ հայերին, ու նաև հայերին, ինչու՞ չէ, ճիշտ հայերը զրկվեն այդ աջակցությունից, բայց պետք է նախ գտնել, խրախուսել, որ այդ մարդիկ միայնակ չմնան, տեղից էլ իրենք կարող են ունենալ գայթակղություն ուրիշ թեմաներով զբաղվելու, հատկապես եթե կա մեծ ֆինանսական հոսքեր տարբեր հարևան երկրներից, պետք է չթողնել ուղղակի այդ մարդկանց, որովհետև վաղ թե ուշ կաթիլը քար է ծակում, վերջո իրենք էլ մի օր կարող են գնալ ուրիշ ոլորտներում զբաղվելու եւ հակառակ ոլորտով զբաղվելու։ Եկանք սինխրոն ավելի արդիական թեմաներին, դու մանավանդ շատ ակտիվ ես Գերմանիայի հայ համայնքում, այսինքն ներսից գիտես համայնքը, կուզեի հարցնել ինչ ընդհանրապես ակտիվությամբ է աչքի ընկնում համայնքը, ինչ խնդիրներ կան եւ ինչ ինքնության հիմքեր կան, հենքեր կան ընդհանրապես։ Երևի սկսեմ վերջից, ինքնության հենքերը հիմնականում ցեղասպանության թեման է եւ լեզու։ Այսինքն նախ համայնքները ունենալով իրենց բնականաբար նաև եկեղեցի, ունենալով իրենց փոքրիկ համայնքային դպրոցները որպես կանոն կամ համայնքային կենտրոնները, թվականակով դրանք շատ են, տասնյակներ են, բայց արդյունավետ, բայց իրենց ազդեցիկությամբ բնականաբար շատ են զիջում, այսինքն պետք է հասկանանք խնդիրը որն ենք դրել, խնդիրը դրել ենք հայրենի կամ հայրենի իմացության պահպանությունը կամ զարգացումը, ես անգամ հայապահպանություն չեմ ասում, որովհետև պահպանելը նշանակում արդեն ջանք ես դնում, որ չնահանջես, որ չվերանա։ Դրա համար ես փորձում եմ, այսինքն շեշտադրում եմ զարգացնելու վրա, մանավանդ հիմա շատ հնարավորություններ կան տարբեր միջմշակութային, նաև Գերմանիայի իշխանությունը կառավարությունը հնարավորություն տալիս բոլոր այսինքն մշակութային թեմաներով տարբեր ֆինանսական միջոցների դիմել։ Սահմանափակումներ չկան։ Ու կլինեն, բայց միշտ կա հնարավորություն նման միջոցառումների համար մանավանդ շատ մեծ գումարներ չեն պահանջվում, գումար հայթայթելը, ես մեկ ասում որ գումար հայթայթելը ամենադժվարը չի։ Ամենադժվարը գաղափարն է եւ մոտիվացիան, գաղափարն է մոտիվացիան եւ այդ մի քանի հոգին շարժիչ ուժը գտնել։ Ի վերջո Լեպսյուսը կամ Էրնստ Լոմանը որ սկսում էին, իրենք ոչ մեկին չունեին ընդհանրապես, բայց իրենք շարժիչ ուժ էին։ Հիմա այդ 1-2 շարժիչ ուժն է պետք, որպեսզի իրենց հետևից տանեն կամ որոնց պետք է հավատալ կամ իրենց շուրջ համախմբել։ Իսկ ընդհանրապես այդ աշխատանքը, օրինակ պետության ձեռագիրը ինչպես է երևում այդ հայ համայնքին իր շուրջը բերելու շահագրգիռ մարդկանց նաև ներգրավելու գործընթացներին ինչպես կգնահատես։ Այդ ոլորտում ես չէի ասի թե հաջողությունները մեծ են, ինչ որ միջոցառումներ լինում են, ինչ խնդիրներ կան առասարակ։ Նախ այսինքն ծրագիրը ես չեմ տեսնում, այսինքն մենք ինչ ենք ուզում, որպես պետություն ինչ ենք ուզում, որ Գերմանիայում հայերը լինեն, այսինքն բիզնեսներ անեն եւ բիզնեսներ տեղափոխեն Հայաստան, թե ուզում ենք որ Գերմանիայի հայությունը ակտիվ լինի նաեւ հայաստանյան կյանքում։ Ես ակտիվ որոշ, ասենք բիզնեսի կամ տնտեսական ոլորտում որոշ, ասենք էքսպոներ եմ տեսնում հայտարարություններում, որոնց Հայաստան մասնակցում է, տեսնում եմ որոշ ինչ-որ քույր քաղաքների հիմնումներ, բայց ես դրանց հեռանկարներ լավ չեմ պատկերացնում, ու ֆիկտիվ առումով բնականաբար շատ բան կա։ Այսինքն մեկ-մեկ ես ասում եմ, եթե գովազդը հանենք, եթե լուսանկարվել ու տարբեր տեղերում ցույց տալը հանենք, տակը ինչ է մնում։ Այսինքն արդյունքը ո՞րն է, այսինքն ես վերջնարդյունքի կողմնակիցն եմ, նախընտրում եմ լուր, եթե հնարավոր է։ Այսինքն մենք ինչ ենք ուզում ենք ենթադրենք հիմա կա քույր քաղաքներ, երկու քույր քաղաքներ, ուղղակի քաղաքապետի այց մի քաղաքից մյուսը եւ այդ մասին ծանուցում, թե շատ լուրջ, թե դրանից հետո ենթադրենք այդ քույր գերմանական քույր քաղաքից մեծ ներդրում եկավ, ենթադրենք, չգիտեմ, Գյումրի կամ Ալավերդի կամ Եղեգնաձոր էական չի, մեծ ինչ որ աշխատանք, թե ուղղակի ես տեսնում եմ նման հայտարարություններ, բայց հետոն հետևելով չեմ տեսնում շատ։ Բայց գործի համար նաև գուցե ներուժ է պետք, այսինքն կա համայնքի ներսում այդ հետաքրքրվածների այդ շրջանակը։ Տեսեք, հետաքրքրվածների շրջանակը մեծ չի։ Ընդհանրապես հետաքրքրվածների իրապես հետաքրքրվածների ներուժը մեծ չի։ Թեև մենք ունենք 80, տարբեր թվերով 60-100 հազար հայ Գերմանիայում, բայց ներուժը մեծ չի։ Այսինքն մեծը եթե դու հետևում ես այդ ներուժին, բայց աստիճանաբար 1, 2, 3 անգամ մի քանի անգամ նրանք երբ որ, այսինքն դու իրենց չես օգտագործում այդ ներուժը, իրենք աստիճանաբար հեռանում են։ Հա, կանվանենք դա նեղանալ, կանվանենք դա վիրավորվել, կանվանենք դա ուղղակի սեփական գործերով զբաղվել, մարդիկ հեռանում են։ Ես տասնյակ օրինակներ գիտեմ, որոնք ովքեր դադարել են կամ խիստ նվազեցրել են
համայնքային կյանքում իրենց ակտիվությունը, նաև հայաստանյան կյանքում իրենց ակտիվությունը տարբեր պատճառներով, լինի քաղաքական, լինի նաև այդ խոցված զգալու իրենց համատեքստում, թե ասեմ, խոցված զգալը ամենամեղմն է, որովհետև այդ դեպքում եթե մարդու սիրտը այդ ուղղությամբ բաբախում է, լինում է հետ բերել։ Այսինքն այլաբանորեն ասած միսիոներություն է պակասում։ Այո, միսիոներություն է պակասում, հենց այդպեսի միսիա առաքելություն կար, ներքին առաքելություններ կոչում 19-րդ դարի վերջին իրենք ոչ թե դավանափոխում էին, այլ ակտիվացնում էին հավետարանական համայնքներն, ասել որ դուք հեռացել եք Աստվածաշնչից, ավետարանից։ Շատ լավ, Հայկ ջան, չեմ կարող չհարցնել ադրբեջանական եւ թուրքական համայնքների մասին, ազդեցության մասին, մանավանդ հայագիտական ոլորտներում, որովհետեւ տարբեր միջադեպերի ենք ականատես լինում կամ լսում ենք տարբեր միջոցառումների հետ կապված, այ ընդհանրապես թե նաև քաղաքական հարթությունում որքանով է հայ համայնքին հաջողվում նրանց թեզերին հակադրվել կամ դիմակայել կամ իր սեփական թեզերը ստեղծել, այ ինչպիսի ազդեցություն է ունենում նրանց ներկայությունը։ Իրենք ակտիվ են, այսինքն իրենք շատ են նախ եւ առաջ, իրենք շատ են ֆինանսապես շատ ավելի արժևում են, իրենք գործում են լուր, այսինքն գործում են համալսարանների հետ, գործում են տնտեսական տարբեր կառույցների հետ, տարիներ անց գուցե ինչ-որ բաներ բացահայտվում են։ Այդ համատեղ են գործում, թե դա միֆ է։ Չէ, ես կարծում եմ, որ դրանք, այսինքն, քանի որ ադրբեջանական համայնքն այդքան մեծ չի, իմ համոզմամբ իրենք օգտվում են թուրքական եւ ոչ միայն թուրքական համայնքների ազդեցությունից, հա, ոչ միայն թուրքական, վստահաբար ոչ միայն թուրքական, որովհետեւ ես առնվազն մի քանի նման դեպք գիտեմ, երբ Գերմանիա այցելած ոչ ադրբեջանցի գիտնականը իրեն իր պարտք էր համարում գնար ադրբեջանական դեսպանատուն կամ օրինակի համար Բեռլինում գտնվող մշակութային տուն, այդպես է կոչում, պաշտոնապես անկախ հաստատություն։ Ու պաշտոնապես բնականաբար անգամ հայկական կարծեմ Գեղարդ հիմնադրամ մի անգամ կարճ, բայց ահագին տեղին անդրադարձել էր այդ մշակութային տանը։ Մի հոդված կար։ Իրենք համատեղ են գործում, թիրախավորված են գործում, ամենակարևորը լուր են գործում։ Հա, մենք տարիներ անց ինչ որ մի պատմություն հետազոտող լրագրողների կամ մի այլ համատեքստում ջրիերես դուրս գալիս է, ասենք այդ պատգամավոր կնոջ օրինակը, որը մահացավ ինքնաթիռով մի քանի տարի առաջ, բայց վերջերս նորից դեպքեր էին 150,000 եվրոյի էլի պատմություններ կային, բայց լինելով համայնքի ներսում, այսինքն հետաքրքրված լինելով դու օրինակ ես ավելի շատ բան եմ տեղյակ լինում կամ շատերն են այդ ամեն ինչին տեղյակ լինում, ուղղակի այդ համատեքստում որպես անհատ քիչ բան ես կարող անել։ Այդ կապը չկա, հա։ Կապը չկա աջակցությունը, դա քո աշխատանքն էլ չի։ Ես լինելով գիտության ոլորտի մարդ, ես պիտի հոդված գրեմ, ես պիտի գիրք գրեմ, իմ Lepsus House այցելած հայ եւ ոչ միայն հայ գիտնականներին կամ ընդհանրապես հյուրերին ես պիտի ցույց տամ Lepsus House-ը, պատմեմ հայկական համատեքստի մասին, դուրս կամ շրջանակից պատմեմ Պոցդամ քաղաքի, ընդհանրապես Գերմանիայի եւ այդ ամեն ինչի մասին, հա։ Բայց դա ելի եմ ես փորձում ինչ որ օգտակար լինել կամ այլ հայեր, բայց դա անհատի խնդիր չի, բայց ֆինանսական այդ անհավասարությունը դա դատավճիռ է մեզ համար, թե կարելի է։ Դա ամենևին դատավճիռ չի մեզ համար, այսինքն ես օրինակներ գիտեմ, որ այս կամ այն հաստատությունը 100,000-ավոր եվրոներ են ստանում, տարբեր միջոցով, ուղիղ պարտադիր չի ուղիղ ստանան այդ գումարները, կարող են ստանալ Շվեյցարիա եւ այսինքն տարբեր ի վերջո տարբեր միջոցներ կան, բայց դա դատավճիռ չի։ Ես միշտ ասում եմ, կարևորը ծրագիրը լինի, այսինքն նպատակը լինի եւ ծրագիրը լինի։ Եթե լինի նպատակը եւ ծրագիրը, մենք ինչ ենք ուզում։ Ես չգիտեմ մենք ինչ ենք ուզում։ Եթե լինի ծրագիրը ու նպատակը, այդ համ այդ գումարները կգտնվեն, համ այդ գումար մենք այդ ամեն ինչը կարող ենք անել, ասենք տասնյակ ավելի պակաս գումարներով։ Ես տասնյակ հարյուրավոր մարդիկ գիտեմ, որոնք պատրաստ կլինեն, այսինքն պատրաստ ելեն ու արել են ամեն ինչը անվճար կամ գրեթե անվճար։ Հա, բայց մենք չգիտենք ինչ ենք ուզում։ Այսինքն հիմա կոնկրետ Գերմանիայի այդ պարագայում գրեթե ամեն ինչը հենված է անձնական հեղինակության եւ անձնական կոնտակտների վրա, կապերի վրա։ Համայնքի ներսում։ Ոչ միայն համայնքի ներսում, եթե մեծ բան ես ուզում անել, եթե քեզ հարգում են, գալիս են այդ միջոցառմանը։ Եթե մեծ ասում են դե լավ, այս մարդը ուրեմն չի խափում, ուրեմն այսինքն ինստիտուցիոնալ շատ ծանր վիճակում է։ Եթե այսինքն կա մի ինստիտուցիոնալ կառույցը, որ հեղինակություն պահպանվել է, դա եկեղեցին է, կան գերմանահայոց խորհուրդը, պարբերականը, գերմանահայկան հանդեսը, դագը։
Ինչևէ, բայց իրենք շուրջ ունեն բնականաբար պաշտոնապես կառույցներ կան, բայց ակտիվ չեն, ասենք անում ես ապրիլ 24-յան միջոցառում, մի քանի 100 հոգի են գալիս։ Lepsus House-ի միջոցառումներին ավելի ցավալի բան ասեմ, այսինքն հայկական թեմաներ են միշտ, ու Բերլինում եւ շրջակայքում ապրում է տարբեր հաշվարկներով 4-5000 մարդ։ Պոզդամը Բերլինից 20 կիլոմետր հեռու։ Lepsus House-ի միջոցառումներին, այսինքն դա մոտավորապես ամիսը 1 անգամ է, ամենաշատ ամիսը 2 անգամ, այսինքն հայոց ցեղասպանության թեմա, Արցախ, Համիդյան կոտորածներ, Հայաստանի Հանրապետության Հանրապետություն եւ այլն, մենք ունենում ենք որպես կանոն 2-ից 3 հայի ներկայություն 30-40 հոգուց։ Իմ գրքի շնորհանդեսին եղել են 10 հոգի հայեր, տարբեր քաղաքներից, բայց նրանք եկել են հիմնական բացառապես իմ համար, ոչ թե էլի գալիս են մեկ-մեկ, հասկանում եք, բայց ուրիշ հաստատություն մենք ունենք եւս մի հաստատություն, որը առանձնապես, այսպես եմ թղթերով կա, բայց գործունեության ակտիվության եւ հետատեքստի հետնաբեմի առումի մասին հիմա ես կլռեմ, բայց այսինքն ու նաեւ որոշ չափով հեռու Բերլինից, իսկ Բերլինում շրջակայքում ես դա մի օրինակ եմ բերել, մենք չունենք ուրիշ հաստատություն, այսինքն հայագիտության ինստիտուտները փակվեցին, մենք ունեինք Բերլինում մի 12 տարի առաջ փակվեց ուրիշ պատճառներով մի քիչ, մենք ունեինք Հալեյում պրոֆեսուրա, այսինքն մենք ամբիոնից մի քիչ փոքր ամբիոնից, հայակենտրոն տեղը հենց այդպես է ստացվել ցավոք սրտի, հայագիտության այդ պրոֆեսուրան փակվեց մի փոքր կեսդրույք տեղի բնացել է մի փոքր կենտրոն, ցեղասպանության եւ սփյուռքագիտության ինստիտուտ կար Բոխումում կա, բայց ես իրենց ակտիվության վրա խիստ կասկածում եմ, այսինքն ես տեսնում եմ այդ ակտիվությունը, տնօրենը գնաց թոշակի եւ այդ ակտիվությունը Լավ, վերջին փոքրիկ հարցը, հայաստանյան հայագիտական կենտրոնների հետ համագործակցում եք։ Մենք շատ ինտենսիվ համագործակցում Հայոց ցեղասպանության թանգարանի ինստիտուտի հետ եւ որոշ համագործակցություն կա նաեւ Երևանի պետական համալսարանի հետ։ Իհարկե բաց ենք նաեւ մյուսների հետ շփումներին, ուղղակի ԵՊՀ-ի հայագիտության ինստիտուտի հետ ավելի շատ։ Ուղղակի զուտ ուղղվածության առումով այդ երկուսն են ավելի շատ համապատասխանում։ Թեմաները համապատասխանում։ Թեմատիկ առումով, թեև ասում եմ, մենք մեր մոտ գրքերի շնորհանդեսներ են կամ այսինքն հիմա հենց այդտեղ ես ցուցադրություն եմ պատրաստել, ու թանգարաններով ցուցադրեցինք, բայց հիմա կտանենք, ասենք մի եկեղեցում ցուցադրելու շարժական ցուցադրություն, այսինքն մենք համագործակցում ենք այն բոլորի հետ, որոնց հետ հնարավոր է համագործակցել, փորձում ենք ինչ-որ բաներ կրթության, այսինքն ինչ-որ բաներ անում ենք կրթության նախարարության հետ համագործակցելու վերջո, այսինքն ես մտածում եմ պետք է քանի որ դա փաստացի վերջինն է կամ վերջինս մեկն է մնացել, պետք է պաշտոնապես Հայաստանի Հանրապետության ներկայությունը լինի, անկախ օրվա իշխանությունից, որտեղ գալիս են գնում են, բայց պաշտոնապես որտեղ միշտ, այսինքն երբ որ հիմնում էին հայագիտության, ասենք պրոֆեսուրան 20 տարի առաջ 25 տարի առաջ ոչ ոք չէր մտածում, որ դա կփակվի մի օր։ Ու կփակվի անհեթեթ մասամբ անհեթեթ պատճառներով։ Շնորհակալություն զրույցի համար, Հայկ, հուսամ մեր հաջորդ հանդիպանը ավելի լավատեսական կամ իրականացրած ծրագրերից խոսենք եւ օգտվելով առիթից կուզեմ հենց շնորհավորել քեզ գրքի կապակցությամբ։ Շատ շնորհակալ եմ, ներողություն, որ թեմաները մի քիչ ծանր էին, ուրախ կլինեմ հաջորդ անգամ ավելի դրական լիցքերով, ավելի դրական նորություններով լինել այստեղ։ Միշտ հանդիպում։ Հարգելի հետևորդներ, հիշեցնեմ, որ զրուցում էի պատմաբան Յոհաննես Լեպսիսի տուն արխիվի գիտաշխատող Հայկ Մարտիրոսյանի հետ։ Շնորհակալություն, կհանդիպենք։